Այսօր մեդիահաբի եւ մի շարք այլ լրատվականների էլեկտրոնային հասցեներին նամակ էր ստացվել, որում նշված էր, որ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ էր մասնակցում։ Ըստ նամակի, սկզբում ներկաները շոկի մեջ են հայտնվել, բայց երբ Սարգսյանը պատմել է, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսել են ծափահարել։ Նամակում մասնավորապես գրված է, մեջբերում է. Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ Վիվարո ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև երկրի վարչապետին։ Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար եւ կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։ Սարգսյանը նաեւ տեսանյութեր է ուղարկել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորվում են փաստերով։ Մեջբերման ավարտը։ Որոշ լրատվամիջոցներ այս լուրը հրապարակեցին եւ նյութի հրապարակումից ժամեր անց քաղաքացիական պայմանագիրը հաղորդագրություն տարածեց, որով փորձեց ինչ-որ չափով փակել իրենց արդեն բացված կեղտոտ անկողինը։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ վարչությունն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին 2 անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար, սակայն Սարգսյանը չի կարողացել ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության։ Մեջբերման ավարտը։ Արդյոք ՔՊ-ն ամբողջապես է ներկայացնում տեղեկատվությունը, թե մեզ նամակ ուղարկած քաղաքացին ավելի ազնիվ է գտնվել։ Չենք կարող հստակ որևէ բան ասել, սակայն մի բան պարզ է՝ իշխող խմբակցությունում արշալույսները խաղաղ չեն։